Բարյուր, հանրային ռադիոեթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խուրշուդյան, քանի որ Գյումրիում այդ թնջուկը ոչ մի ձևով լուծում դեռ չի ստանում, սկսենք երևի Գյումրիում կայացած ավականու ընտրություններից արտահերթ եւ դες արդեն որպես աջակից Եվրադաշինքի աջակից եմ հարցնում, թյուրիմացաբար շատերը պնդում են, որ դուք Եվրադաշինքի անդամ եք, գիտեմ, որ այդպես չի, բայց որպես աջակցի այսպիսի մի հարցադրում ունեմ։ Ըստ ձեզ, ինչու պարտվեց Եվրադաշինքը Գյումրիում։ Մենք հետարքիր պես վերլուծություն ենք արել, նաև հիմնվելով այն մարդկանց վրա, որոնց հետ շփվում ենք ընտրություններից առաջ քարոզարշավի ընթացքում ես մի անգամ նույնիսկ մասնակցել եմ քարոզարշավին, քայլել եմ Եվրադաշինքի անդամների հետ եւ մարդկանց մոտ կար հստակ պատվեր, քաղաքական, սոցիալական պատվեր։ Նրանց, ովքեր որ ընտրելու են Լևոն Բարսեղյանին եւ Եվրադաշինքին, ասում էին, որ բոլորը չէ բարձր, բայց այդ մեսեջը զգում ենք, օդում կախված ուղերձ կար, որ մենք ձեզ ընտրում ենք մի պայմանով, որ դուք կոալիցիա չեք կազմի քաղաքացիական պայմանագրի հետ։ Այսինքն նա մարդիկ են, ովքեր որ դժգոհ են գործող ավականու կազմից, որը որ ըստ էության Բալասանյան դաշինքն ու քաղաքացիական պայմանագիրն են ձևավորվել, բայց վերջի շրջանում նաև ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրներ, հա։ Եվ այդ խոստումը եղել է Լևոն Բարսեղյանը եւ Եվրադաշինքը անդադ կրկնել են, որ ընտրվելու դեպքում կոալիցիան չեն կազմի որևէ ուժի հետ ընտրում, ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, որտեղ սկզբունքորեն նաև մնացածի հետ չեն կարող կազմել, որտեղ հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են կամ աֆիլիացված ուժերն են, հա, նախկին իշխանությունները։ Ես 2 օր առաջ այդ հիշեցրել եմ այդ արտահայտությունը պարոն Բարսեղյանի, երբ իրեն հարցում են ինչու չեք կազմելու, ասում էր հավես չկա։ Մենք հանել բացատրություն չի երևի էլի։ Դա հումոր է եղել, որտեղ բացատրությունը եղել է։ Դա պարզվեց, որ գյումրեցիները հումոր այդքան չունեն։ Բայց դա չի եղել հիմնական բացատրությունը, կարող է միտեղ այդպեսի բան ասել է։ Հումորանում ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, եթե չհասկացա։ Միտեղ այդպեսի բան կարող է ասել է, բայց ընդհանրապես բացատրություն տրվում էր ինչի, որտեղ այն բոլոր չարաշահումները, թերացումները, սխալները, վատ կառավարումը, որը իրականացվել էր նախորդ իշխանության կողմից, ես նկատի ունեմ ավականու նախկին Գյումրու իշխանության կողմից հնարավորություն չէր տալիս իրենց հետ նորից կոալիցիա կազմել եւ շանս տալ, որտեղ կոալիցիա կազմել ինչ էր նշանակում։ Շանս տալ, որ այդ ուժը անկախ նրանից ինչ մասնաբաժնով կլներ այդ կոալիցիայի մեջ, շարունակեր կառավարել։ Իսկ այդ չարաշահումներն ու թերացումները բազմաթիվ են։ Բայց այս դեպքում կներեք, այս դեպքում իրավիճակը փոխվում էր, որովհետեւ եթե օրինակ կոալիցիա էր կազմվում, իրենք միասին ձևավորում էին հավաքանու մեծամասնություն, ընտրում էին քաղաքապետ, այդ դեպքում իշխող մեծամասնությունը պայմանական եմ ասում կամ իշխող ուժը Հայաստանի Հանրապետությունում այս դեպքում կախվածություն էր ունենում Եվրադաշինքից, որովհետև այսինքն 1-2 ձայնը բավարար էր անվստահության համար, բյուջե չհաստատելու համար։ Շատ ճիշտ է, այդ դեպքը չենք բացառում մենք։ Այսինքն Լևոն Բարսեղյանը չի ասել, որ եթե մենք փոքրամասնություն լինենք, մենք ընդհանրապես չենք հավակնելու քաղաքապետի պաշտոնին։ Մենք ասել ենք, այսինքն ինքը ասում էր, որ մենք ասել ենք, որ Եվրադաշինքը պատրաստ է իր տեխնացուի օգտին ով քվեարկի, բայց մենք իսկ կոալիցիայի իմաստը որն է, որ սկսում ես բազար անել կոպիտ ասած, այս պաշտոնը քեզ, դու ինձ ես ընտրում, ես քեզ եմ տալի, այլ Եվրադաշինքը ասում էր, որ մենք այդպիսի բազարների մեջ չենք մտնելու։ Եթե ընտրելու եք Լևոն Բարսեղյանին, իսկ Լևոն Բարսեղյանը առաջադրելու էր իր տեխնացությունը անկախ նրանից ինչքան տոկոս հավաքեր, եթե մտնեին ավականի Եվրադաշինքը, կաջակցեք, կընտրեք, փառք ու պատիվ ձեզ շնորհակալություն կհայտնենք, բայց մնացած իշխանությունը տեղական կձևավորենք ինքներս։ Այդ տարբերակով եթե գնար քաղաքացիական պայմանագրի, ոչ մի խնդիր չէր լինի։ Լևոն Բարսեղյանը փայլուն տիրապետում է եւ տեղական ինքնակառավարմանը, եւ տարիների փորձ ունի ավականիում աշխատելու, եւ պայքարի փորձ ունի նախկինների դեմ եւ այդ կոռուպցիայի հանցագործությունների դեմ, այսինքն սկզբունքային մարդ է, բայց չընտրվեց այդ իմաստով նախկին ժամանակով ասում, հա, բայց ամեն դեպքում գյումրեցին չհավատաց, որ Լևոն Բարսեղյանը լիովին անկախ է քաղաքացիական պայմանագրից։ Մեր կարծիքը եւ մեր վերլուծությունը դա է ցույց տալիս, որ մենք բավարար համոզիչ չկարողացանք լինել այն հարցում, որ աֆիլիացված չենք
Այսինքն ձեր ասացի տրամաբանությամբ ստացվում է, որ ոչ թե Լևոն Բարսեղյանն է ձայներ գողացել քաղաքացիական պայմանագրից, ինչպես երբեմն մեղադրում են Եվրադաշինքից, այլ քաղաքացիական պայմանագիրն է ձայներ գողացել Լևոն Բարսեղյանից, հա։ Ընտրությունների ժամանակ ոչ մեկից ձայներ չի գողան, ասենք ձայները ինչ որ մեկի սեփականությունը չեն որ գողանան, ասենք ժողովրդական ընտրություններ շատերն էլ ասում են ինչի դուք որ դուք չառաջադրվեիք քաղաքացիական պայմանագիրը կհաղթեր կներեք էլի, բայց ժողովրդավարությունը որ կորավ։ Այդ մեկ, երկրորդը միանշանակ բոլորը նրանք, ովքեր որ գոհ են եղել իշխանությունից, բացառվում է, որ նրանք որևէ այլ մի ուժի տային, ինչքան ուզում է լավ ուժ լիներ, քան իշխանությունը։ Ավելին ասեմ, շատերը ովքեր այդքան էլ գոհ չեն իշխանությունից, բայց որոշակի ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցության տակ են գտնում, էլի տվել են իշխանությանը, ինչպես որ միշտ է լինում։ Այդ նույնիսկ զարգացած երկրներում այդ ինչ որ չափով այդ ազդում է, հա։ Այսինքն, եթե դու պետական պաշտոնյա ես, տեղական ինքնակառավարման տվյալ դեպքում համայնքային աշխատող ես, ծառայող ես, համայնքային եւ այլն, ինչ որ կախվածություններ ունես, կայունություն ես ուզում, որ գոհ չես իշխանությունից տեղական, բայց չես ուզում ինչ որ փոփոխություններ, որ քո վրա էլ կարող է ազդի եւ այլն, ընտանիքով գնում ես ընտրում ես գործող իշխանությանը։ Այնպես որ դա բացառվում է, որ որևէ ձայն իշխանությունից գոհ ձայն գար Եվրադաշինքին։ Ոչ, Եվրադաշինքը պայքարում էր ըստ էության դժգոհ ձայների համար։ Եվ այդ դժգոհ ձայների համար պայքարում պարտվեց, որովհետև չկարողացավ այդ դժգոհ ձայներին ապացուցել, որ ինքը իրական N2-ին էլ այլընտրանք է, չնայած ինքը իրական այլընտրանք էր, եւ ես գիտեմ ներսից որ ոչ մի կապ չկա ԿՊ-ի հետ, ավելին մեզ եւ այս տվյալ դեպքում որպես աջակից եմ ասում, հա, Եվրադաշինքի մեղադրում են եւ մեղսակցություն են բանանում, որ դուք տեսեք Երևանում, Ավաքանում, Հանրապետություն կուսակցությունը, որ Եվրադաշինքի մասը կոալիցիա ունի կազմած քաղաքացիական պայմանագրի հետ եւ դուք եք ըստ էության ընտրել Աբինյանին, որից հիմա էլ բողոքում եք, այո, հիմա բոլորս բողոքում ենք Աբինյանից, որտեղ այնտեղ գոհ լինելու բան չկա, բայց համենայն դեպս այդ մեղսագրում էին Եվրադաշինքին եւ Լևոն Բարսեղյանին, վերջին բանավեճն էլ լավ օրինակ հիմնական հարցը դա էր Լևոն Բարսեղյանը։ Հիմնականում այս դեպքում կներեք, բայց հիմնական թիրախը Հանրապետություն կուսակցությունն էր ըստ էության։ Չէ, բայց ասում եմ դե Չէ, Հանրապետություն։ Երևանի մասով եմ ասում։ Հա, բայց Հանրապետություն կուսակցությունը Եվրոդաշինքի լոկոմոտիվներից է։ Եվ Լևոն Բարսեղյանը փորձեց պատասխանել, այդտեղ էլ նորմալ ժամանակ չտրամադրեցին, որ պատասխանեն, չնայած տաբլոյի վրա այդ ժամանակը գնում էր, դա էլ չհասկացանք ինչպես եղավ, հա։ Ուզում ասեմ, այդ թյուր թերահավատությունը ընտրողների մոտ, որոշ ընտրողների, հա, որտեղ այդ 2100 ձայնը ամեն դեպքում կրկնակի ավելին էր, քան նախորդ ընտրություններին էր ստացել Լևոն Բարսեղյանը։ Ուղղակի քանի որ մասնակցությունն էլ էր բարձր, տոկոսային առումով էլի չհաղթահարեց, թե չէ, այդ մի քանի 100 ձայնի պակաս բանը կար, որ 6%-ը պետք է հաղթահարեր եւ այդ դեպքում ոչ մեկ չէր ունենա մեծամասնություն նույնիսկ կոալիցիայի տարբերակով եւ նոր ընտրություններ անխուսափելի էին լինելու։ Չնայած հիմա էլ ոնց հասկանում եմ, չի բացառում նոր ընտրություններ։ Այդ է ուզում հարցնել հիմա, ձեզ արդեն որպես վերլուծաբանի եմ հարցում։ Այս Մարտուն Գրիգորյանի անվան լռությունը ինչ հանգուցալուծում է ունենալու։ Հա, շատ հետաքրքիր լռություն է, իդեպ, որտեվ տարբեր բաներ էին ասում տարբեր կողմերից, ոչ մեկ չիրականացավ։ Օրինակ Սերժ Սարգսյանի կողմնակիցները ասում են, հեսա կտեսնեք եւ կամաչեք ձեր խոսքերի համար եւ այլն, բայց ոչ մեկ հələ ոչ մի բանի համար չի ամաչել, որովհեւ ոչ մի բան տեղի չի ունեցել, որ Մարտուն Գրիգորյանը հայտարարում էր, մենք Սերժ Սարգսյանից ոչ մի կապ չունենք։ Դա լրիվ նոնսենս է, հա, եթե կապ չունի իր անունից ինչպես են Սերժ Սարգսյանի կողմնակիցները նման խոստումներ տալիս։ Չէ, հարցը այն է, որ ինքը, այո, հակասություններ ունի Վարդան Ղուկասյանի հետ, հասկանալի է։ Խորը անձնական հակասություններ եւ անհաղթահարելի, ես դա գուցե չեմ կարող ասել, որովհետեւ ես կարծում եի, որ Սերժ Սարգսյանը եւ ես դրա մասին գրել եմ, քանի որ սա այսպես իրանց համար կյանքում ահի պայքար է, հա, սա պատմական հնարավորություն է իրանց համար բոլոր հակասությունները մի կողմ դնելով միավորվել եւ ինչ որ մի ընդդիմադիր, ուրեմն իրենց քրեա օլիգարխիկ ընդդիմություն նկատի ունեմ քաղաքապետ ընտրել եւ դրանով հայտարել գոնե հրճակել սկիզբը երկրում իշխանապողության եւ այլն, հա։ Այն որ չեն կարողանում դրան հասնել, ես կարող եի պայմանավորել նրանով, որ գուցե ինչ որ պայմանավորվածություններ կարող են լինել նաեւ իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի կոնկրետ միջեւ, որ թույլ չտրվի նման բան, դա կերև է, բայց մյուս կողմից, եթե չի ստացվում, գուցե նաեւ Սերժ Սարգսյանը ուզենար նույնիսկ համոզեր Մարտուն Գրիգորյանին, որ Վարդան Ղուկասյանին ցայն տա, բայց այդ հակասությունները կարող են այնքան խորը լինել, որ իրոք չհամաձայնվի։ Համենայն դեպս ցանկացած դեպքում, եթե չի համաձայնվելու եւ չի ձևավորվելու այդ կոալիցիան, ուրեմն նոր ընտրություններ պետք է լինեն։ Եվ այդտեղ արդեն շատ ավելի հետաքրքիր, այսպես ռասկլադ ենք ունենալու,
բաշխում ենք։ Հա, դասավորությունը փոքրինչ այլ է լինելու։ Հիմա տեսեք, բայց եղած դասավորության հետ կապված Եվրադաշինքի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում նաև մեր եթերում պնդում են, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ունի հստակ ռուսական հետագիծ, ասենք, հա, ընդգծված, եւ Գյումրիում տեղի ունեցածը ըստ էության Հայաստանում հեղաշրջման նախապատրաստման փորձ է։ Ես սա մեջբերում եմ Անահիտ Ադամյանին։ Դուք կիսում եք այդ տեսակետը, այսինքն ոչ միայն ռուսականության հետքի հետ կամ հետագծի հետ կապված, այլ որ Հայաստանում փորձում են հեղաշրջում իրականացնել։ Այն որ Հայաստանում հեղաշրջման փորձեր մի քանի անգամ եղել են եւ կանխվել է, դա փաստ է։ Այդ թվում ռուսական մասնակցությամբ։ Մենք հիշում ենք այդ Արբատում հայտնի վերապատրաստվող անձանց, որոնց ԱԱՑ-ն բերման ենթարկեց, ցուցմունքներ վերցրեց, նույնիսկ հարցազրույցներ կա այդ մարդկանցից, որ իրենց սկզբից խաբել ասել են, ուղղակի գնում եք վերապատրաստվելու, հետո ասել են, ում դեմ պետքա գործեք, զենքը ձեռք բերեք։ Այսինքն նկատեք, որ այդ հանրության շրջանում այնքան էլ լուրջ չընդունվեցին այդ քրեական գործերն էլ, այդ հարցազրույցներն էլ։ Չգիտեմ, ոնց եք չափել այդ լրջությունը, ինձ թվում է հանրությունը ուղղակի այնքան է պատրաստ նման բաների եւ այնքան այդպիսի բաներ էլի լսել է, որ արդեն սովորական է դարձել, որ այդպիսի բան կարող է ընդդիմությունը Ռուսաստանի օժանդակությամբ փորձեր կազմակերպել։ Իսկ չի վախեցնում, որ հանրությունը դրան հանգիստ է վերաբերվում։ Իհարկե, շատ մտահոգիչ է, մանավանդ մտահոգիչ է հատկապես։ Ես չեմ մտահոգում, ես վախենում եմ դրանից։ Այն առումով, որ հատկապես դրա թիկունքում այլ պետություն է կանգնած։ Հələ ներքին ինչ որ բան լիներ, հələ ասենք լավ, ներքին ինչ որ գզվրտոց է եւ այլն, բայց արտաքին ուժը միշտ իր շահերն է հետապնդում, ոչ թե Հայաստանի շահերը։ Եվ եթե հանգարց իրեն հաջողվի այդ հեղաշրջումը, այդ փոփոխությունը հաջողվի իր ուզած կոնֆիգուրացիայով, օրինակ բերի իր ուզած խամաճիկի որևէ, օրինակ Ռոբերտ Քոչյանի։ Բազը չէ, եթե ինքն է բերում այդ ուժին, ինքն էլ թելադրելու ինչ որոշումներ պետք է կայացնի։ Եվ այդ որ այսքան դիմադրում ենք ոչ մի մեղրի միջանց չլինի եւ նաեւ իշխանություններն են դիմադրում, շատ հանգիստ կարող է տեղի ունենալ։ Եվ այլ բաներ։ Այն ինչ որ օրինակ հիմա ինքնիշխանությունը մեր ահագին բարձրանում է կարգավիճակ ինքնիշխանության, շնորհիվ նրա, որ գործող իշխանությունները Ռուսաստան դեմը դնում են, որ դու մեզ չես աջակցել, շատ իմաստներով դավաճանել ես, չնայած վստահ եմ այդ բառը չեն օգտագործում, հասկացնում են, որ այս պայմաններում մենք ստիպված ենք այլ տեղերից գտնել մեր անվտանգությունը, մեր զենքը եւ այլն, եւ նման պայմաններում օրինակ քո FSB-ի աշխատակիցների զվարթնոցում մեզ պետք չեն, որտեղ խանգարում են այն մնացածը, որ մեզ նորմալ անվտանգության ինչ որ բան տան, բարձիկներ տան եւ այլն։ Մեղրիում քո բանը անտեղի է, վերահսկողությունը եւ այլն։ Այդ ամեն ինչը ազդում է։ Եվ ես պատկերացնում եմ նաեւ մարդկային հարաբերությունները, չէ, երբ որ Պուտինի հետ բանակցում է, օրինակ ոչ մեկ չէր հավատում, ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը գնար Պուտինից կարողանար փոկել սահմանները համատեղ վերահսկողություն, հա, հայ-թուրքական եւ հայ-իրանական, բայց ստացվեց։ Ինչի ստացվեց, որովհետեւ ես պատկերացնում եմ մոտավորապես ինչ խոսակցություն է գնացել։ Եվ մենք բան ունենք իրենց դեմը դնելու։ Ուրիշ հարց, որ եթե իրենց խամաճիկը լինի, այդ խամաճիկը իրենց հետ ոնց է խոսալու։ Մեր մոտ այսպես ավանդաբար միշտ գնացել է խոսակցությունը այն տարբերակով, եթե այս բանը ես ստանում եմ, նշանակում է ինչ որ բան դրա դիմաց տվել եմ։ Այո, մեր նախկին իշխանությունները միշտ ստացել են իշխանություն Ռուսաստանից, որտեղ իրենք լեգիտիմ չեն եղել, իսկ աջակցություն են ստացել իրեն վերարտադրվելու համար, դրա դիմաց տվել են մեր ազգային շահերը։ Գույք պարտքի դիմացից սկսած, մինչև գազի այդ գործարքները եւ այլն։ Հիմա, քանի որ ինքնիշխան է պետությունը, իսկ պետությանին երբ են ինքնիշխան, երբ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին իրականում, եւ ժողովուրդն է թելադրում իշխանությանին ինչ անել, այլ ոչ թե դրսի որևէ ուժ։ Եվ դրա համար էլ գալով նաև Գյումրու ընտրություններին մենք արտաքին քաղաքական օրակարգ ընդհանրապես չենք քննարկել գյումրեցիների հետ։ Ճիշտ է, անունը Եվրադաշինք էր, որովհետև դա ինչ որ իմաստով միտված է նաև մեր խորհրդանական ընտրություններին, եթե պահպանվի այդ ֆորմատով, չգիտեմ ինչ կլինի, այդ քաղաքական ուժերը պետք է որոշեն, որոնք կազմել են այդ դաշինքը։ Բայց քննարկման ժամանակ բացառապես թե Լևոն Բարսեղյանը, թե Եվրադաշինքի կուսակցությունները բոլորը խոսել են զուտ Գյումրիի ներքին խնդիրներից, որտեղ այնտեղ նոնսենս է արտաքին քաղաքական հարցեր քննարկելը տիմ ընտրություններին, բայց ռուսական ուժերը, Ռուսաստանին ենթարկվող ուժերը կամ Ռուսաստանի շահերը առաջնող ուժերը անդադար են խոսում, որ հեսա մենք որ լինենք, Ռուսաստանը կգա, կոմունիստական կուսակցությունը կգա, ինչ որ փողեր կդնի, ներդրումներ կանի, գործարաններ կկառուցի, միլիոնների մասն է խոսում, ինչ որ հեքիաթներ։ Բայց այդ կոնտեքստը կար։ Էլ չեմ ասում, նաև վախացնում էին, որ հեսա բազան կհանեն, թուրքերը կգան, կլցվեն, մեզ կուտեն եւ այլն։ Այսպեսի բաներով էին փորձում ազդել նյարդի վրա, բաց նյարդի վրա, հա։ Իսկ թուրքերը մեզ չեն գալու, չեն ուտելու։ Չեմ կարծում, մենք այդքան ուտելու ենթակա ենք, որտեվ ամեն դեպքում այդ ինքնիշխանությունը, որ մենք հիմա ունենք, միայն սեփական ուժերի վրա չի
ցավոք սրտի, բայց կա այդպիսի բան։ Մենք հիմա Եվրոմիության հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ են գտնվում, քան երբևէ եղել է։ Մենք նույնիսկ հռչակել ենք ուղենիշ Եվրոմիության անդամ դառնալու։ Այստեղ են գտնվում եվրոպական դիտորդները, հերիք չի, հիմա նաև Միացյալ Նահանգների ռազմական ստորաբաժանումները իրենց զենք զինամթերքով որտեղ եկել են վարժանքների մասնակցել եւ առնվազն մինչեւ օգոստոս այստեղ են լինելու, իսկ դա եւս որոշակի անվտանգային բարձիկ է։ Այստեղ է վերջում կենտրոնանում մեծ ուշադրություն արևմտյան, ամերիկյան, եվրոպական, նաեւ շատ այլ երկրների ուշադրության եւ նման պայմաններում, ասենք ինչ որ երկիր գա կողքից հարձակվի, մանավանդ Թուրքիան նման բան երբևէ որևէ ակնարկ նույնիսկ չի արել, որ ինքը ինչ որ պահանջներ ունի Հայաստանի հանդեպ տարածքային։ Միշտ հակառակն է եղել։ Ներքաղաքականից քանի որ հեռացանք, հիմա տենց մի քիչ միքսենք, հա, փորձենք էլի կվերադառնանք այդ ներքաղաքական։ Տեսեք, Ֆրանսիան հայտարարեց, որ մտադրություն ունի Գորիսում, այսպես շատերը դա անցալեցին որպես զիով քայլ, Գորիսում հյուպատոսություն բացելու։ Ազես ինչով էր պայմանավորված, ոչ թե Կապանում, ոչ թե Մեղրիում, այլ հենց Գորիսում։ Դա Ադրբեջանի դեմ է ակնհայտորեն եւ Արցախին մոտ։ Դա նշանակում է մեկ, այն որ Հայաստանի իշխանությունները ստիպված չեն արծարծում Արցախի հարցը, որտեղ այն վիճակում չեն, որ հիմա արծարծեն, այլ խնդիրներ ունեն Ադրբեջանի հետ լուծելու, որ փորձում են լուծեն, բրծնեն, հետագայում ինչ կլինի դա արդեն կտեսնենք։ Ֆրանսիան ավելի անկաշկանդ է այդ հարցում եւ ինքը այդ Գորիսում հենց հիմնադրելու հիպատեսություն հիմնադրելու այդ ուղերձով ցույց է տալիս Ադրբեջանին, որ դու չես բրծե այդ հարցից ու մեր ներկայությամբ այդ հարցը քննարկվելու է։ Եվ Ֆրանսիան այսօր ավելի մեծ կշիռ ունի Եվրամիությունում, ինչպես երբեք չի եղել։ Շնորհակալություն պարոն Դոնալդ Թրամփին, չէ՞, դրա համար։ Այո, եւ միջուկային արսենալին, որը Ֆրանսիան ունի, միակ երկիրն է ատոմամիջուկային, որը Եվրամիության անդամ է։ Եվ հիմա Եվրամիության բոլոր երկրները ասում են, դե եթե Միացյալ Նահանգները մեզ հովանոց չի տրամադրում միջուկային, գոնե Ֆրանսիան թող տրամադրի, ընդ որում խոսք է գնում նույնիսկ ֆրանսիական արսենալը ծավալելու համար, մեծացնելու մասին, ատոմամիջուկային արսենալը։ Էլ չեմ խոսում նաեւ ռազմաարդյունաբերության մասին։ Ֆրանսիան այսօր երկրորդ դիրքը գրավեց Միացյալ Նահանգներից հետո Ռուսաստանը, քանի որ զիջեց իր դիրքը եւ տեխնոլոգիական առումով եւ հզորությունների առումով ռազմաարդյունաբերական Ֆրանսիան իրոք բավականին զարգացած հզոր պետություն է, ավելին նույնիսկ հիմա Կանադային է այլընտրանք առաջարկում Ֆրանսիան F-35-ներից հրաժարվելու դեպքում ֆրանսիական Ռաֆալներ եւ եվրոպական այլ ռազմական ինքնաթիռներ գնելու տեսակետից, այնպես որ Ֆրանսիայի դերակատարության ավելացումն է մեր օգտին եւ ի վնաս Ադրբեջանի։ Ուրիշ հարց իհարկե մենք տարածաշրջանում բազմաթիվ այլ խնդիրներ կան ցավոք սրտի Իրանի հետ կապված հիմա չգիտենք ինչ զարգացումներ կլինի, դա շատ ռիսկային եւ վտանգավոր զարգացումներ են։ Տեսնենք։ Դա կախված է թե ով կընտրվի Գյումրիի քաղաքապետ։ Դրանից։ Իսկ եթե հիմա ավելի լուրջ տեսեք, Երևանը վերահաստատեց կամ էլ հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ այդ վիճելի կետերի շուրջ արդեն համաձայնություն կայացվել է, ըստ էության չհամաձայնեցված կետեր չկան եւ կարելի է ցանկացած պահի ստորագրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո հասկանալի է, որ Ադրբեջանը շատ արագ փոխեց ռետորաբանությունը, բայց այստեղ տեսեք, մի հետաքրքիր նյուանս կա, որում ենթադրում են, որ դա կապված է հենց Ֆրանսիայի հետ, երբ Ադրբեջանը չնայած նրան, որ կետերից մեկը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտին, այսպես ասեմ, մեկ էլ հանկարծ 3 Ալիևը հայտարարեց, որ քանի դեռ եւ քանի որ Մինսկի խումբը շարունակում է գործել, որևէ համաձայնագիր չի ստորագրվելու։ Ինչու՞։ Դե որտեղ միջև այդ ասում էր համանդրություն, հետո իրեն ասացին նաեւ համանդրություն շարունակում է ասել, բայց հա, բայց Համանդրության պահով համաձայնագրի կետերից մեկը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին է վերաբերվում։ Հիմա Ալիևը ասում է, չգիտեք ինչ կա, AS1-ը ավելի շուտ պետք է լինի, որ համաձայնագրում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբին վերաբերող կետ։ Կա ներքին պայմանավորվածություն, քանի որ մեր իշխանությունները ցավոք սրտի եւ մենք բազմիցս քննադատել ենք իրենց դրա համար, համաձայնություն են տվել, որ երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Մինսկի խմբի կարիք այլևս չի լինի եւ իրենք պատրաստ են Ադրբեջանի հետ համատեղ դիմելու, որ ծրվի։ Չնայած իրենցով չի որոշվելու, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի որոշելու, բարձր։ Դա կոնսենսուսով ձևավորված մարմին է եւ եթե մի երկիր էլ դեմ լինի Անվտանգության խորհրդի ընդ որում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ է ստացել, հա, բայց ինքը ամեն դեպքում ձևավորվել է որպես Բուդապեշտյան կոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Եվ ես ենթադրում եմ Հայաստանի իշխանությունները, որ այդպես հեշտ համաձայնվել են, նաև այդ նկատի ունեն, որ մեկը իրենցից չի կախված այդ կլուծարվի թե չէ, բայց հարցը ուրիշ բանում է, որ դա պետք է լիներ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։
եւ միջև այդ ստորագրելը, երբ որ նման պայման է դրվում, դա պայման է ոչ միայն Հայաստանի արչեւ, այլ միջազգային հանրության արչեւ Ադրբեջանի կողմից։ Եվ միջազգային հանրությունը, երբ որ իրենց ճնշում է արևմուտքը հատկապես ասում է ստորագրի, քանի որ քո ուզած պայմաններին համաձայնվել են հայերը։ Հիմա ինչ չէ ստորագրում։ Միջև այդ ինքը ասում է համանadrություն, համանadrության պահով շատ թերի է իր հիմնավորումները, որտեղ այդտեղ կա կետ համաձայնագրում, որ ասում է, որ ներպետական օրենսդրությունները չեն կարող հակասել այս համաձայնագրին, եւ այս համաձայնագիրը գերակա է իմաստով։ Այդ մեկ, երկրորդը Հայաստանի Սահմանադրական դատարանը հատուկ որոշում է կայացրել, որով ասում է, որ չի հակասում այս ուրեմն սկզբունքները եւ այլն։ Իսկն այդքան բանանալուց հետո Ադրբեջանը չի կարողանում միջազգային հանրությանը համոզել, որ հայերը տարածքային պահանջներ ունեն մեր հանդեպ, մանավանդ իրենց համանadrությունն էլ մի պրոբլեմատիկ բան է, հա։ Եվ այդ դրանից հետո գալիս է նոր փաստարկ, որի մասին իրենք ասում էին, բայց այսպես կտրուկ չէին, որպես նախապայման դնում եւ միջազգային հանրությանը չէին այս դեմարշը անում փաստացի, երբ որ ասեն չենք ստորագրի, միջև էս էլ չլինի։ Էդ էլ համաձայնվեն, չենք ստորագրի, միջև, չգիտեմ, քանի 100,000 ադրբեջանցի չվերաբնակեցնենք Հայաստանը։ Հասկանալ, եթե չի ուզում ստորագրի, ինքը միշտ էլ այդ պատճառները գտնելու է եւ միայն ուժեղ ճնշումը իր վրա կարող է ինչ-որ լուրջ հետևանքների բերել։ Ով պիտի ճնշի։ Արևմուտքը Հայաստանը չունի այդ ռեսուրսը ճնշելու։ Հասկանալի է, որ Արևմուտքը փորձում է Թուրքիայի միջոցով նաև դա անել եւ Ռուբիոյի խոսակցությունը Ֆիդանի հետ նաև դրա մասին էր, որ գնա քո ջահել ընկերոջը բացատրի, որ պետքա դա ստորագրվի արդարության հիմունքներով այդ խաղությունը պետք է հաստատվի եւ անմիջապես նաև բանի հետ խոսք գնաց անվտանգության գծով բանը խորհրդականը Հաջիևի հետ իր խոսակցության ժամանակ էլի դրա մասին է խոսել։ Այնպես որ Ադրբեջանը հիմա բավականին այսպես փակուղային վիճակում է եւ իր այդ ջղաձգումները, այդ կրակոցները եւ այլն նաեւ դրա արտահայտությունն են։ Չնայած պետք չի բացառել, միշտ այդ սցենարներ պետք է մենք հաշվի առնենք, որ ինքը փորձում է ռազմահայրենասիրական այսպես կոչված ոգին նաեւ բարձր պահել, ատելությունը հայերի հանդեպ բարձր պահել իր հասարակության մեջ, իսկ եթե դու անդադ ասում ես քո հասարակությանը, էլի շարունակում են հայերը մեր վրա կրակել եւ այլն ու գնում ես Աղդամում ասում ես հայերը ամենաֆաշիստական երկիրն են, ես ինչ են։ Դա չեմ կարող բացառել, որ դա ինչ որ ձևով նաև նախապատրաստում է կամ պատրաստ պահել է հասարակությանը, որ եթե պետք լինի ինչ որ էսկալացիա ռազմական, հասարակությունը դրան պատրաստ լինի։ Դուք որպես վերլուծաբան առաջիկա 1 տարվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ստորագրում ակնկալում եք թե ոչ։ Դա հնարավոր չի կանխատեսել, որովհետև կախված է Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի ճնշումը ինչպիսին կլինի։ Կախված է Իրանի հետ այս իրավիճակը ոնց կհանգուցալուծվի։ Բազմաթիվ անհայտ ուրեմն գործոններ կան, որը հնարավորություն չի տալիս որևէ կանխատեսում անել։ Չէ, որովհետև ահագին կանխատեսողներ կան, որ ես այդքան համարձակ չեմ այդ իմաստով։ Հա, Պուտինը այսպես կասի, այսպես կլինի, Թրամփը ինքանի կծեցի կջարդի բան եւ այլն եւ այլն։ Դրա համար է հարցում, հետաքրքիր է էլի ուղղակի։ Հիմա վերադառնալով մեր ներքաղաքական խնդիրներին, էլի Գյումրիի պրիզմայով մի հատ նայենք, տեսեք, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում եւ այն ինչ այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետը կապված կադրերի ծովի հետ։ Տեսեք, Գյումրիում կա ընդգծված դժգոհություն, ես ինքս էլ եղել եմ նախընտրական շրջանում Գյումրիում, ընդգծված դժգոհություն կապված կառավարման որակի հետ, ընդ որում ոչ թե հիմա, ոչ թե 3, այլ տասնամյակներ շարունակ 30 եւ ավելի տարի։ Եվ բոլոր դեպքերում ու բոլոր իշխանությունները դա բացատրել են կադրային որոշակի խնդիրներով։ Հիմա այսօր արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետն է հայտարարում, որ Հայաստանում կա ռեալ խնդիր, որովհետեւ ժամանակին մանկապարտեզներ չեն սարքվել, ժամանակին դպրոցներ չեն սարքվել եւ հիմա գործ եկել է այնտեղ, որ մենք կադրեր չունենք։ Կադրային սովը ուղիղ կապ ունի Գյումրիի ընտրությունների հետ։ Փիլիսոփայական հարց։ Նաև այլ հիմնավորում բերեց վարչապետը, որ պետական ապարատում աշխատավարձերը ցածր են օրինակ, հա։ Նախ սկսենք պետական ապարատի աշխատավարձերից, ով է ձեռքը բռնել իշխանությունների բարձրացնել պետական ապարատում աշխատավարձերը։ Ես օրինակ որպես պետական ապարատում ամեն անգամ երբ աշխատավարձերը բարձրացնում են, իշխանությունը հայտնվում է խաչաձև կրակի տակ։ Շատ բաների այդ պատճառով է խաչաձև կրակի տակ հայտնում։ Եթե ինքը բարձրացնի աշխատավարձերը, դրա արդյունքում արդյունավետությունը բարձրանա, լավ մասնագետներ ներգրավի, կառավարման որակը բարելավի, հարկերի հավաքագրումը, պետական համակարգումը տնտեսության եւ այլն, այդ ամեն ինչը բարելավի, դա բոլորը արդյունքը կզգան, կասեն լավ արեցիր։ Բա այդքան երկարաժամկետ մանդատը երբ որ տրվում է, այդ ամենասկզբից ոչ պոպուլյար քայլեր են նաեւ արվում։
ու ես նաև չվախենալով որ ես էլ կհայտնվեմ այդ խաչաձև քննադատության տակ միշտ ասել եմ որ այո պետք է բարձրացնել այդ թվում թիմերում որովհետև չի կարող համանքային աշխատողը 100-120 հազար դրամ աշխատավարձ ստանա երբ որ իր ձեռքի տակով միլիոնավոր դոլարներ արժողությամբ թույլատվություններ են գնում գալիս հա որ կարելի է հանգիստ կաշառքի վերածել եւ դրա արդյունքում վնաս տալ համայնքին եւ սեփական գրպանը լցնել օրինակ թեկուզ դրա մի փոքր մասը եթե վերցնի որպես կաշառք եւ չի կարելի այդ առումով այդ աշճանի այսպես սեղմած պահել պետական ապարատը եւ մասնագիտական այդ խնդիրը չլուծել։ Մեկ, երկրորդ։ Երբ որ մենք ասում ենք որ կադրեր չկան, այդ նշանակում է որ արդար մրցույթ է եղել եւ այդ արդար մրցույթի արդյունքում չեն եկել լավ մասնագետներ եւ ընտրել ենք վատերի մեջ։ Բայց այդ խնդրեմը այդպես չի։ Արդար մրցույթներ չեն լինում որպես կանոն, ցավոք սրտի, որտեղ վերահսկողությունը այս սկզբից լինում էր։ Երբ որ հեղափոխությունը եղավ, միանգամից հեղափոխությունից հետո այդ էֆորիայի տակ, ես հիշում եմ, կադրային բանկ ձևավորվեց։ Հա, կադրային բանկ, Իգոր ծրագիր դրսից ահագին խելացի երիտասարդներ բերվեցին, այդ Իգոր ծրագիրը այդպես էլ չզարգացրեցին, ինֆլյացիան եղավ, աշխատավարձերը բարձրացան Հայաստանում, ամեն ինչ թանկացավ, այդ Իգոր ծրագրի տրվող աշխատավարձերը մնացել են նույնը։ Այդ ցույց է տալիս, որ զարգացնելու միտում չկա այդտեղ։ Հետո ամենակարևորը այդ ատեստավորումները եւ այլն, այդտեղ հասարակության նախ աչալուրջ վերահսկողություններ պետք եւ հենց պետության իշխանության քաղաքական վերահսկողություն բայց կներեք էլ երբ որ ով գալիս է մի պաշտոնի մեկ էլ տեսնում ես իր ազգուտակով բանով իր թաղի տղեկով կամ չգիտեմ իր շրջանի զեմլյակներով բաներով ՊՎՑ-ն ձեզ օրինակ Ռոմանոս Պետրոսյանը եկավ դարձավ ՊՎՑ պետ, մեկ էլ հանկարծ 30 մասնագետներ հայտնվեցին Կոտայքի մարզից, դարձան ՊՎՑ անդամ։ Իսկ այդ ով է համակարգում է Անրի Վարդանյանը, որը որ Գագիկ Խաչատրյանի աջ ձեռքն էր, հա, արևմտյան Մաքսատան ղեկավարներ այն թալանի բուրն տարիներին։ Հիմա Գագիկ Խաչատրյանից միլիարդներով փող են պահանջում գույք որպես ապօրինի գույք ձեռբերված, իսկ այս մարդը բարձվում է ոչ ապօրինի գույք ունի, ոչ որևէ խախտում է արել, ազնիվ աշխատել է Գագիկ Խաչատրյանի բանի ներքո, հա, կառավարման ներքո։ Բերել են դրել են ՊՎՑ-ի տեղական։ Ու ասում են կադրեր չկա։ Հիմա մենք ոնց հավատանք այդ կադրերի մասին այդ խոսակցություններին, հիմնավորումներին։ Պետք է այդ մեխանիզմները աշխատեն։ Նախ այնպես չի որ մարդիկ չկան, լավ կադրեր կան։ Ընդ որում լավ կադրեր, որոնք պատրաստ են նույնիսկ այս աշխատավարձով գնան աշխատել։ Նույն ՊՎՑ-ի օրինակով Սուսանա Մուրադյանը փայլուն աշխատակից, ինչա թե բարձրաձայնել էր ինչ որ խախտումներ, չարաշահումներ, բռնեցին հանեցին գործից։ Դե Սուսանա Մուրադյան, չէ՞, եթե չեմ սխալվում, հա դուք ասացիք, դուք իրար շատ երկար ճանապարհ եք անցել, դրա համար նաև ձեզ գիտեմ որ պայքարող սկզբունքային անձնավորություն։ Հա, բայց ձեզ էլ դրա համար պայքարում են, որ դուք ձեր մոտ մտերիմ մարդու, այսպես թիկունքին եք կանգնել։ Մտերիմ պայքարակից ուրիշ ինքը պայքարակից մարդ է, այսինքն ինքը մտերիմ այնց այնքանով, որ ես վստահ եմ, որ ինքը սկզբունքային միշտ պայքարել է ու նաև ազդարարման օրենք է կիրառել։ Իշխանությունների ընդունած ազդարարման օրենքը կիրառելու համար իրեն հանում են, որ մեր հիմնարկությունից տնից աղբը դուրս է սանը կոպիտ ասած, հա, այդպես կներեք, դե ուրեմն մի ընդունեք ազդարարման մասին օրենքը։ Դե ուրեմն գնացեք քրեական, կիսաքրեական մշակույթի կամ քրեական ենթամշակույթի բարքերով, որ գործ տալ չի կարելի։ Ես հիշում եմ, որ այդ օրենքի քննարկման ժամանակ Դաշնակցության ներկայացուցիչներից մեկը ֆրակցիայի դաշնակցական չէր, բայց ասաց ես գործ տվողի օրենքի տակ չեմ ստորագրի։ Հա, ու ստանում ենք այն, որ լավ մասնագետը, որը պատրաստ էր ցածր աշխատավարձով, իդեպ նաև այդ են կրճատի աշխատավարձն է կրճատել են, որ ինքը իր խոդով գնա, որ ասում է դուրս գա, մեկ է դուրս չէր գալի, աշխատում էր։ Ու լավագույն ցուցանիշներն էր ստուգումների ժամանակ։ Կներեք, բայց այդ 30 հոգու մեջ բանի Ռոմանոս Պետրոսյանի ընդունած կան օրինակ Կոտայքի մարզից պատմության ուսուցչուհի, որը դեբետի կրեդիտից չի տարբերում։ Ոնց է ինքը ատեստավորումը անցել։ Այդ ինչ արդար ատեստավորում եք անում այդ կադրերին, որ այդ կադրերը հետո ասում եք կադր չունենք, կադրային սովա։ Ես խոստանում եմ, որ այ հենց այս ստուդիայում Ռոմանոս Պետրոսյանին այդ հարցը կտամ։ Հիմա ուղղակի ամփոփելով, ըստ ձեզ, էլի վերադառնալով Գյումրիում որովհետև հիմա ներքաղաքական միակ բանը, այսպես առանցքը պատտվում է Գյումրիի շուրջ, չգիտեմ, ինչ որ մարդիկ ասում են մենք այնտեղ հաղթել ենք, այսա կգանք, Գյումրիից հեղափոխությունը սկսվելու է, նոր հեղափոխություն եւ այլն, իշխանությունները այդպես առանձնապես դեռ բան չեն ասում, որովհետև չգիտեմ, կամ ինչ որ բաներ են բանակցվում կամ իրենք էլ են փորձում հասկանալ հետագա քայլերը։ Ինչ հանգուցալուծում կլինի Գյումրիում եւ որքանով դա կանժադառնա ընդհանրապես ներքաղաքական միջավայրի վրա Հայաստանում։ Ես կարծում եմ, որ ամենահավանական սցենարը նոր ընտրություններն են, քանի որ ոնց որ թե Մարտուն Գրիգորյանը չի պատրաստվում ոչ Վարդան Ղուկասյանի թրիտակով անցնել, ոչ էլ իշխանությունների հետ համագործակցել։ Այս դեպքում մնում է չձևավորվող
իշխանություն եւ գիտեք, որ դրա արդյունքում նոր ընտրություններ են հայտարարվում, բայց հարցն է, որ նոր ընտրությունների ժամանակ էլ նույն ռասկլադը մի քիչ տարբերություններով կարող է այնպեսին լինել, որ էլի նույն պատմությունը լինի եւ այսպես ցիկլի մեջ ընկնենք, հա, այդ Գյումրին։ Չնայած այդտեղ իհարկե շատ ծախսեր կանեն նույն մարտիկ, ովքեր որ մեծ գումարներ են ծախսել այդտեղ։ Եվ Գյումրեցուն կմնա մենակ այդ, որ ինքը այտենց ամենօրյա ռեժիմով սենց քարոզարշավեր, բուկլետներ բաժանել, համերգներ եւ սենց աշխուժ քաղաքական կյանք, որը համաձայն եմ դարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական կիզակետը, որովհետեւ սա շատերը դիտարկում են որպես մյուս տարվա խորհրդարանական ընտրությունների նախերգանք։ Չնայած չի բացառում, որ ընթացքում նաեւ Վանաձորում արտահերթ ընտրություններ լինեն, գիտեք այնտեղ ինչ վիճակ է, բայց ամեն դեպքում դրա համար էլ այսպես ընդդիմությունը, ես նկատում եմ քրեա օլիգարխիկ ընդդիմությունը փորձում է այսպես ուռճացնել նշանակությունը Գյումրու ընտրությունների եւ թիմ ընտրություններին հաղորդել համապետական ընտրությունների շղարշ, որը որ սխալ է։ Թիմ ընտրությունները միշտ այլ տրամաբանություն են, տրամաբանությամբ են աշխատում, նույնը փառաքարում, ասենք մենք տեսանք, այնտեղ ըստ էության քաղաքական ընտրություն չի եղել։ Ինչքան էլ որ իշխանությունները փորձեցին քաղաքականացնելով օրենքը թիմ ընտրությունների մասին եւ դարձնելով այն կուսակցական ընտրություններ եւ այլն քաղաքականացնել, որը ճիշտ է, պետք է քաղաքականանա, բայց ախր չեն դրել տակը բովանդակությունը, իսկ այդ քաղաքական ընտրություն լինում է, երբ որ փող կա բաժանելու, երբ որ նորմալ բյուջե կա, երբ է քաղաքական քննարկում գնում, պարզա թիմերը ոչ արտաքին քաղաքականություն են քննարկելու, ոչ ռազմական, ոչ անվտանգային, մնում է միայն այդ տեղական ինքնակառավարման կենցաղային հարցեր, մշակութային, առողջապահական այդ հարցեր եւ դրան տրամադրվող փողը, բայց քանի որ մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները 8-ից 10% է ընդհանրապես մեր համապետական բյուջեի համեմատ, որը նոնսենս է, աշխարհում չկա։ Իդեպ Եվրոպայի օրինակ երբ որ բերում ենք, եվրոպացիները միշտ ասում են, Եվրոպան դա համայնքներն են։ Շատ դեպքերում պետությունները Եվրոպայի իրենց համայնքներից պարտքով փող են վերցնում, որտեղ համայնքները ավելի հարուստ են, քան կենտրոնական իշխանությունները։ Մեր մոտ լրիվ հակառակ վիճակ է, դրա համար էլ այս ողբալի վիճակն է մարզերում եւ գյուղերում, համայնքներում եւ չկա նաեւ քաղաքական դիսկուրս քննարկում։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, ուղղակի հիշեցնեմ, որ նույն Գյումրիի քաղաքապետի տեխնացուն սպառնում էր Բաքու Ջեյհան նավթամուղին հարվածներ հասնել։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուշուլյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։